10-րդ դասարան ընդունվող աշակերտների առցանց հայտագրման գործընթացը մեկնարկել է։ Գործընթացի թվայնացման հետ մեկտեղ, սակայն ի հայտ են եկել դրա հետ կապված որոշ դժվարություններ։ Ծնողներից շատերը դժգոհում են, որ չեն կարողանում գրանցել իրենց երեխաներին, քանի որ չունեն էլեկտրոնային ստորագրություն կամ չեն կարողանում նույնականացման գործընթացն ավարտել։ Անձնագրային բաժիններում հերթերը արդեն ամիսներով են։ Ստացվում է, ծնողը պատրաստ է երեխային դպրոց ընդունել, բայց չի կարող, որովհետև չի հասցնում էլեկտրոնային ստորագրությունը ստանալ։ Սա անընդունելի իրավիճակ է։ Պետությունը չի կարող մի կողմից պարտադիր պահանջ դնել, իսկ մյուս կողմից չապահովել, որ մարդիկ կարողանան ժամանակին օգտվել այդ ծառայությունից։ Պահանջում ենք անհապաղ լուծել խնդիրը։ Կրթության տեխնոլոգիաների ազգային կենտրոնում նշում են, խնդիրը հիմնականում նոր համակարգին ընտելանալու մեջ է։ Ըստ մասնագետների, առաջին օրերին գրանցվել են տեխնիկական եւ օգտատերերի կողմից նոր համակարգից օգտվելու հետ կապված դժվարություններ, որոնք սակայն աստիճանաբար լուծվում են։ Համակարգից է նախ, որովհետև համակարգը ոնց որ չի դիմանում այդքան շատ հայտերի, որովհետև բոլորը ուզում են իրենց ուզած դպրոցը հենց առաջի րոպեին հայտագրեն երեխային։ Պարզվում է, որ այդ համակարգը այդքան հայտ ընդունելու ունակ չի, կարողությունները չի հերիքում։ Ստեղից առաջանում է քաոսային իրավիճակը, իսկ գիտեք, այդ պղտոր ջերմ ձուկ բռնողները ինչքան շատ են։ Այն մարդիկ, որոնք դպրոցում են նստած կամ տիրապետում են, ունեն ցուցակ իրենց ցանկալի երեխաներին։ Այդ ցանկալի երեխաներին անմիջապես լցնում են իրենց դպրոց։ Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի տնօրենի տեղեկացմամբ նոր հարթակը ստեղծվել է կրթական բոլոր ծառայությունները միասնական մեկ համակարգում միավորելու նպատակով։ Նրա խոսքով ծնողն այսուհետ նոր օգտահաշվով կկարողանա ոչ միայն երեխային դպրոց ընդունել, այլև օգտվել էլեկտրոնային օրագրից, տեսնել ավարտական փաստաթղթերը եւ ստանալ այլ ծառայություններ։ Տնօրենը միաժամանակ վստահեցնում է, էլեկտրոնային ստորագրություն չունենալը ամենևին էլ չի նշանակում, որ ծնողը չի կարող հայտագրում կատարել։ Գիտեմ, որ հիմա հարց է առաջանալու եւ այդ հարցը եղել է, իսկ եթե ծնողը չունի էլեկտրոնային ստորագրություն, չի կարողանալու ընդունել երեխային դպրոց, կարողանալու է։ Կա այլընտրանքային տարբերակ, եթե ծնողը չունի ID card կամ էլեկտրոնային ստորագրություն, գիտեք, որ էլեկտրոնային ստորագրությունը ID card ունենալու հետ է կապված, ապա ինքը կարող է հաշիվ բացել իր մեյլով, էլեկտրոնային փոստի միջոցով։ Ինքը բացում էլեկտրոնային փոստի միջոցով հաշիվը, ստանդարտ հաշիվ բացելու տարբերակ է կիրառված, ինչպես շատ համակարգերում, հա, երբ որ դու գրում ես քո մեյլը, գաղտնաբար ես որոշում քեզ համար, հետո ստանում ես քո մեյլի վրա հղում, որով հաստատում ես, որ դա քո մեյլն է, այսինքն դու ես օգտագործում եւ հաշիվը ստանում ես։ Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնից նաև նշում են, որ ավագ դպրոցների ընդունելությունը այսուհետ իրականացվելու է բացառապես առցանց եղանակով, իսկ առաջիկա տարիներին նախատեսվում է դպրոցական ընդունելության ամբողջ գործընթացը լիովին թվայնացնել։ Քնարիկ Պետրոսյան, ժամը լրատվական։